Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպած պաշտոնական ընդունելությանը, թեև հրավեր ստացել է։ Ինչպես Ազատությանը փոխանցեց Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, իրենք չեն կարող Հայաստանի անկախությունը մսխողների հետ տոնել այս օրը։ Սովորաբար մենք նշում ենք մեր կուսակիցների, համակիրների, կուսակցական ընկերների այն մարդկանց, ովքեր կանգնած են եղել անկախության ակունքներում, այդ մարդկանց հետ։ Դա արդեն շատ քանի տարվա ավանդույթ է։ Անձի խնդիր չկա, այլ եթե ուզում եք քաղաքական խնդիր կա, այն մարդկանց, ովքեր այսօր անկախությունը մսխում են, նրանց հետ անկախության տոն նշելու չէ։ ԲՀԿ նախկին առաջնորդ, նախկին ԵՌԵԱԿ-ի առանցքային անդամ Գագիկ Ծառուկյանը նույնպես ներկա չի լինի պաշտոնական միջոցառմանը, ինչպես Ազատությանը տեղեկացրեց վերջինիս խոսնակ Իվետա Տոնոյանը, Ծառուկյանը ևս Սերժ Սարգսյանից հրավեր ստացել է, սակայն մասնավոր այցով գտնվում է արտերկրում։ Նկատենք, Ծառուկյանը նախորդ տարիներին ևս տարբեր պատճառաբանություններով չի մասնակցել Հայաստանի անկախությանը նվիրված պաշտոնական միջոցառումներին։ Փոխարենն այս տարի մարզահամերգային համալիրում ներկա կլինի ԲՀԿ ներկայիս ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խմբակցության պատգամավորների հետ միասին։ Պաշտոնական ընդունելությանը կմասնակցի նաև ԵՌԵԱԿ-ի նախկին անդամ Ժառանգություն խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով անցած շաբաթ դուրս եկավ Ժառանգությունից։ Մինչդեռ Ժառանգություն խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանի հրավերը մերժողների շարքում է։ Նա Հայաստանի անկախության օրը մարզահամերգային համալիրում տոնելու փոխարեն այսօր այցելեց Եռաբլուր, ծաղիկներ դնելով Զորավար Անդրանիկի, Վազգեն Սարգսյանի, Մոնթեի եւ Ազատագրության հայ գաղտնի բանակի զինվորների շիրիմներին։ Փոստանջյանը նշում է, որ պատգամավորության տարիներին բազմիցս է նախագահականից հրավերներ ստացել, սակայն Բաղրամյան 26-ում մեկ անգամ է եղել։ Ընդամենը մեկ անգամ եմ այդ հրավերը փաստորեն օգտագործել եւ գնացել եմ Բաղրամյան 26 շուրջ 9 տարի առաջ, այն էլ բողոքի ակցիայի տեսքով եւ չեմ կարծում, որ դրանից հետո ես պետք է գնայի, որովհետեւ թե նախագահները, որը փաստորեն պաշտոնավարում են այս պահին էլ, նրանք իրապես անկախության տոնի կրողը չեն եւ իրենց կողմից այդ նախաձեռնությունը հարգանքի արժանի չէ, այդ իսկ պատճառով էլ ես մերժել եմ այդ հրավերը։ Ինչ է նշանակում մերժում, այսինքն ինչ եք ասում դուք դրանցով նրանց։ Որն է ձեր մեսիջը դրանով։ Դրանով մեր մեսիջը այն է, որ դուք այդ իրավասությունները չունեք եւ ձեր նպատակները, որը իրականացրել եք մինչ այս պահը արդար չեն եւ ըստ էության դուք ոչ թե տոնում եք մեր անկախության տոնը, այլ ձեր համար խնջույք եք կազմակերպել։ Դուք հիշեցրեցիք բողոքի ակցիան, որը ըստ էության իրականացրեցիք նախագահի նստավայրում, այն ժամանակ գրում էիք Ժիրայր Սեֆիլյանի լուսանկարով վերնաշապիկայով, այն ժամանակ ազատազրկված էր Ժիրայր Սեֆիլյանը։ Այս անգամ չցանկացաք նույն կերպ ինչ-որ մի ակցիա իրականացնել, ինչու՞։ Այն ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահի անունից հանդես էր գալիս Ռոբերտ Քոչարյանը եւ չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրված էր, բայց այնուամենայնիվ ես ուզեցի հասկացնել իրեն, որ կան մարդիկ, ովքեր որ պայքարել են Հայաստանի Հանրապետության անկախության համար, ազատություն անկախության մարտիկին, այդպես էր գրված իմ այդ շապիկի վրա, եւ հենց դա է ուզում հասկացնել իրեն, որ ինքը հասկանար, որ անկախության համար պայքարողները չպետք է գտնվեն բանտախցում, այլ պետք է լինեն ազատության մեջ եւ հնարավորություն ունենան իրենք էլ տոնելու անկախությունը։ Բայց փաստորեն այդ օրը այդպես էր, իսկ դրանից հետո արդեն պայքարը պետք է ընթանար այլ հունով, այլ ոչ թե գնալ եւ հասկացնել, եւ Սերժ Սարգսյանին ես հասկացրել եմ իր տեղը եւ դերը եւ կարգավիճակը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, հետեւաբար նորից կրկին ասելիք անձամբ իրեն ես չունեմ։